Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 17-րդ գլուխ։ Քուսի գմոլորեցնե Ափիսողոմը։ Աքիդոփել Ափիսողոմի ըսավ. այժմ 12000 մարդ ընդրեմ գանկնիմ եւ այս գիշեր Թավիթը հետաբնթեմ։ Քանի ան հոգնած է ու ցերկերը թուլցած են, անոր վրա հասնիմ եւ զայն թողացնեմ, որբեսի անոր հետ եղող ժողովուրդը փախչի ու միայն թագավորը զարնեմ։ Այսպես ամբողջ ժողովուրդը քեզի պիտի վերադարձնեմ, որովհետեւ եթե քու փնդրած մարդը զարնվի, բոլորն ալ գվերադառնան եւ ամբողջ ժողովուրդը խաղաղության մեջ կլա։ Այս խոսքը հաջելի եղավ Ափիսողոմի ու Իսրայելի բոլոր երեցներուն։ Ափիսողոմը ասավ. այժմ արաքացի Քուսին ալ կանչեցեք, որբեսի անոր խորհուրդն ալ լսենք։ Երբ Քուսի Ափիսողոմի քով եկավ, Ափիսողոմ անոր ասավ. Աքիդոփել սա խոսքը ասավ. արդյոք անոր ասածը ընենք, թե ոչ, թուն խոսե։ Քուսի Ափիսողոմի ասավ. Աքիդոփելի դված խորհուրդը այս անգամ լավ չէ։ Աբա Քուսի ասավ. Թուն կճանչնաս հայրդ եւ անոր մարդիկը, անոնք զորավոր են ու թարնասիրտ, թաշտի մեջ ցակերը հապշտակված արջի պես։ Քու հայրդ բادرազմիկ մնե եւ ժողովրդին հետ չի քիշերեր։ Հիմա ան գամ փոսիմը մեջ, գամ ուրիշ դեմը բահվտած է։ Եթե ոմանք առաջին անգամեն ինան, ամեն լսող բիդեսե, Ափիսողոմի հետևող ժողովուրդը գոդորվեր է։ Այն ադեն արյուծի սիրտի պես սիրտ ունեցող գդրիջը անգամ բոլորովին պիտի հալի։ Արտարև ամբողջ Իսրայելը գիտե թե հայրդ զորավոր է ու անոր հետ եղողները գդրիջներ են։ Հետևաբար քեզի խորհուրդ կուտամ, որ ամբողջ Իսրայելը թանե մինչև Պերսապե ձովեզերք եղող ավազին պես բազմությամբ քուքովդ հավաքվի։ Թունալ անցամբ անոնց հետ բادرազմի կնա։ Այսպես անոր վրա կհասնենք, ուր դեղ որ գտնվի, անոր վրա գիչնենք, ինչպես ծողը կեդնին վրա գիրա, եւ անգե ու անոր հետ եղող բոլոր մարդոցմեն մեկն ալ ողջ չի մնար։ Եթե քաղաքի մեջ փակվի, ամբողջ Իսրայելը բարաններ կտանի այդ քաղաքը եւ զայն մինչև վտակը կքաշենք, այնպես որ հոն խճակար մնալ չի գտնվիր։ Ափիսողոմ ու բոլոր իսրայելացիները ասին. արաքացի Քուսի խորհուրդը Աքիդոփելի խորհուրդեն լավ է։ Արտարև դերը Աքիդոփելի լավ խորհուրդը ցախողեցնել հրամայած էր, որբեսի դերը Ափիսողոմի վրա չարիք հասցնե։ Դավիթ գզգուշացվի ու գփախչի։ Քուսի Սաթով եւ Ափյաթար քահանաներուն ասավ. Աքիդոփել Ափիսողոմի ու Իսրայելի երեցներուն այսինչ խորհուրդը տվավ։ Ես ալ այնինչ խորհուրդը տվի։ Հիմա շուտով մարդ ղրգեցեք, Դավիթի իմացուցեք եւ ասեք. Քիշերը անաբադին տաշտերու մեջ մի չևանիր, հաբա շուտով անցիր, որ թագավորն ու անոր հետ եղող ամբողջ ժողովուրդը չփնաչնչվին։ Հովնատան եւ Աքիմաաս Ռովքելի աղբյուրին կով գայնած էին, քանի չէին գրնար քաղաքը մտնելով երևնալ։ Աղախին մկնած եւ անոնց պատմեց։ Անոնք ալկացին ու Դավիթ թագավորին իմացուցին։ Բադանիմը զանոնք տեսավ եւ Ափիսողոմի պատմեց, բայց անոնք երկուքն ալ շուտով կացին ու Փավուրիմ հասան մարդու մդունը։ Ան իր փագին մեջ չրհորմ ուներ, անոնք հոնիչան։ Գինը ծածկոց մարավ, չրորին փերանին վրա փրեց եւ անոր վրա ցավար դարածեց։ Ոստի ոչինչ գիծվեցավ։ Ափիսողոմի ծառաները այդ գնոջ դունը մտան ու ասին. Աքիմաս եւ Հովնատան ուր են։ Գին անոնց ասավ. Չուրին մյուս կողմ անցան եւ զանոնք փնդրեցին ու չկդան Երուսաղեմ վերադարձան։ Անոնց երթալեն յետ չրորեն փարշացան, քացին Դավիթ թագավորին իմացուցին եւ Դավիթի ասին. Գանկնեցեք ու շուտով չուրեն անցեք, քանի Աքիդոփել ցեզի թեմ այսպիսի խորհուրդ մտավ։ Դավիթ եւ անոր հետ եղող ամբողջ ժողովուրդը գանկնեցան ու հորտանանեն անցան, մինչև արշալույսը հորտանանեն չանցնող ոչ մեկը գբակսեր անոնց մեջ են։ Երբ Աքիդոփել տեսավ, թե իր ծրագիրը չկործադրվեցավ, իր էշը համեդեց, գանկնեցավ եւ իր քաղաքն ու դունը քնած։ Իր ընտանիքին բադվեր դալե յետ ինքզինք խեղթեց, մեռավ եւ իր հոր քերեզմանը թաղվեցավ։ Դավիթ Մանայիմ հասավ։ Ափիսողոմ ալ բոլոր իսրայելացիներուն հետ հորտանանին անցավ։ Ափիսողոմ Հովապի դեղը Ամեսային նշանագեց զորքին վրա։
Ամեսայի որդին էր Հետեր անունով իսրայելացիմը, որ Հովապի մոր Շարուհյայի քույրը Նահասի աղջիկը Ապիկյան արեր էր։ Իսրայել Աբիսողոմի հետ Քաղաաթի երգիրը փանագեցավ։ Երբ Դավիթ Մանայիմ հասավ, Ամոնի որդիներուն Ռափայեն Նահասի որդին Սոփի, Լաթափարե Ամիելի որդին Մաքիր եւ Ռովկելիմե Քաղաաթացի Պերզելի, անգողիններ, գոնքեր, հողե անոթներ, ծորեն, քարի, ալյուր ու փոհրած ծորեն, փագլա, ոսպ եւ փոհրած սիսեր, նաեւ մեղր, գոքի, ոչխարներ ու գովի բանիր բերին Դավիթի եւ անոր հետ եղող ժողովրդին որբեսի ուտեն։ Արդարևսին ժողովուրդը անաբադի մեջ անոթեցած, բարդասած ու ծարավծած է։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։